Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում ձեզ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, այսօր խոսենք սերուցքային կարագի մասին, սլիվշնայա մասլա, այն կարագի, որը դուք ամեն օր օգտագործում եք խոհանոցներում որպես սնունդ։ Կարագը անհիշելի ժամանակներից օգտագործվել են որպես սնունդ եւ ժողովրդական բժշկության մեջ որպես դեղամիջոց։ Հին ժամանակներում օգտագործում էին այն թունավորումների դեպքում, թունավոր միջատների կենդանիների կտրելու ժամանակ ուտում էին, այսինքն տուժածին առաջարկում էին ուտել սերուցքային կարագ եւ տաքացրած վիճակում այդ կարագը քսում էին կտած տեղի վրա եւ դա հանդիսանում էր որպես հազար բուժման միջոց։ Կարագը ունի շուտ ներծծվելու, հալվելու, մարսվելու հատկություններ եւ հանգստացնում է օրգանիզմը։ Կարագ օգտագործելիս նա մաշկը փափկացնում է, երեսի դեմքը պայծառացնում է, դեմքի մաշկը լավացնում է, Կարագը օգտագործում է նաև չոր հազի, քթի եւ կոկորդի չորության դեպքում, այն շատ արդյունավետ է փայծաղի հիվանդությունների համար, հանում է, դուրս է հանում քարերը լեղապարկից, միզապարկից եւ որպես նաև հակաբորբոքային միջոց է հանդիսանում սերուցքային կարագը, օգտագործում են նաև աղստամոքսային հիվանդությունների համար, բայց շատ չափավոր ձևով։ Հնում կարագը օգտագործել են, սահմանափակել են նրա օգտագործումը եւ շատ չափավոր, որովհետեւ իմացել են նաև կարագի վնասակար հատկությունների մասին։ Կարագը պետք է օգտագործել թարմ վիճակում կարագը օգտագործելիս նրա մեջ պահպանվում են վիտամինները, քանի որ կարագը պարունակում է մեծ քանակությամբ տարբեր տեսակի վիտամիններ, օրգանիզմի համար շատ կարևոր ամինոթթուներ, միկրոտարեր եւ այլը, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի նորմալ գործունեության համար։ Եթե մենք կարագը տապակում ենք, այսինքն եթե կարագով տապականներ են պատրաստում, ժարիտ են անում, այսպես ասած, կարագով, ապա այս դեպքում կարագի սննդարար հատկությունները եւ օգտակար հատկությունները կորում են։ Ինչի համար, որովհետեւ կարագը քայքայվում է, այն դառնում է ջուր, ճարպ եւ սպիտակուցներ։ Բացի այդ, տապակած ժամանակ կարագի մեջ առաջանում են բարձր մոլեկուլ ալդեհիդներ, որոնք գրգռում են կոկորդի, կերակրափողի եւ քթի լորձաթաղանթներ ունեն գրգռիչ ազդեցություն, որը ցանկալի չի։ Դրա համար պետք է կարագով տապականներ չանել, տապականները կարող եք անել բուսական յուղերով, իսկ կարագը որպես սնունդ դուք կարող եք օգտագործել թարմ վիճակում։ Կարագը ունի նաև փորկապությունը առաջացնող հատկություն, հատկապես եթե այն հին է, պահված է երկար ժամանակ, ապա այդ հատկությունը ավելի ուժեղանում է։ Հին կարագը նաև ունի ուժեղ ներծծվելու հատկություն։ Կարագը բացում է նաև օրգանիզմում եղած խցանումները, նա կարող է բացի փորկապություն առաջացնելուց երբեմն նաև ունի աղիքները փափկացնող հատկություն։ Ասեցի, դուք լսեցիք, որ հին կարագը ավելի փորկապությունը ավելի շատ է առաջացնում, քան թե թարմ կարագը։ Հարգելի բարեկամներ, կարագը պետք է օգտագործվի չափավոր, ինչի համար, որովհետև կարագը խանգարում է աղստամոքսային համակարգի գործունեությունը։ Նրա մեծ քանակները, որ օգտագործում են, ինչ է առաջացնում, այն պատում է ստամոքսի լորձաթաղանթը, խանգարում է արտադրվող ստամոքսահյութին եւ մյուս կողմից այդ վայրերը
խանգարում է նաև ստամոքսում եղած սննդանյութերի ներծծումից այրան մեջ։ Հետևաբար այդ ժամանակ արագ չափից ավելի օգտագործելու մարդը չի սովածանում, քաղց չի զգում, ախորժակը փակվում է եւ երկար ժամանակ պահպանվում է նրա այդպես ասած կուշտ վիճակը, ինչի համար, որտեղ երկար ժամանակ է պետք, որ այդ բայրերից սնունդը ներծծվի այրան մեջ։ Այդ բայրերն է հենց նրա թունազրկող հատկությունը ապահովում, որտեղ նա դանդաղեցնում է թույների ներծծումը այրան մեջ, դրա համար էլ այդ կենդանիների թունավոր միջատների կամ կենդանիների գտելու տվել են հիվանդներին կարագը օգտագործելու որպես հակաթույն։ Կարագի այդ չեմ ասել կարողացել վնասակար, այդ ոչ հաճելի հատկությունը վերացնելու համար տալիս են օգտագործելու թթու հյութեր, հատկապես կարագը բացասաբար է ազդում երեխաների եւ կանանց վրա, նրանք ավելի զգայուն են կարագի այդ բացասական հատկությունների նկատմամբ։ Ուրեմն պետք է ամեն ինչ լինի չափի մեջ։ Կարագի մասին կարող եմ ասել այդքանը, ու կարագը մեր հիմնական սնունդներից մեկն է, որը մենք օգտագործում ենք եւ հաճելի է նաեւ կարագը օգտագործելը։ Ուզում եմ ձեզ տամ մի խորհուրդ, հատկապես ալկոհոլի սիրահարներին, օտո խմող մեր հայրենակիցներին, որ եթե դու գնում եք ինչ-որ առիթների եւ մի բաժակով իհարկե չեք սահմանափակվում, կարող է խմեք մի քիչ ավել կամ չափից ավել, ապա այդ առիթներին գնալու ժամանակ կարող եք կուլ տալ մի թեյի գտալ կարագ։ Այս ժամանակ կարագը առաջացնում է այդ թաղանթը ստամոքսի լորձաթաղանթի վրա եւ ալկոհոլի ներծծումը դանդաղում է, այսինքն դուք չեք կարող շուտ չեք հարբի կամ շատ թեթև կլինի այդ զգացողությունը, այնպես որ առիթների դեպքում եթե ցանկանում եք խնջույքում լավ զգաք ձեզ եւ ալկոհոլ շատ օգտագործել, ապա նախորոք մեկ թեյ գտալ կարագ եք կուլ տալիս, հետո ձեզ խորհուրդ։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ իմ քսուկները, քսուկներից մեկը դա մեր հռչակավոր Անահիտն է, որը ունի այսպիսի կարմիր գույն, այդ գույնը պայմանավորված է այն բույսերով, որոնք մենք օգտագործում ենք այս քսուկը պատրաստելիս։ Մյուսը Մարիա քսուկն է, Մարիա Անահիտ քսուկը դրել ենք մեր դիցուհու, Անահիտ դիցուհու անունով, իսկ Մարիան Աստվածամոր անունով, նա էլ ունի այսպիսի գույն, շատ բաց վարդագույն, եւ մյուս քսուկը դա Կարինե քսուկն է, որը այս վերջերում մենք պատրաստել ենք եւ մեծ հեղինակություն ունի այսպիսի գույն, ավելի բաց դեղնավուն գույն ունի եւ շատ հաճելի հոտ, արգելի բարեկամներ, այս քսուկները կոսմետիկ քսուկներ են, ունեն նաեւ հզոր անտիբիոտիկ հատկություն, հատկապես Անահիտ քսուկը, որը մենք մեր ազատամարտի ժամանակ օգտագործում ենք վիրավորներին բուժելու, հրաշալի միջոց է այրվածքների համար եւ այրվածքները բուժվում են առանց որևէ հետք եւ սպիդ թողնելու։ Ինչ են անում այս քսուկները, թարմացնում է մաշկը, լավացնում է այրան շրջանառությունը, մաքրում է երեսի վրայի մահացած բջիջները եւ ծերացած բջիջները, մաշկը ընդունում է իր բնական տեսքը, պայծառանում է, թարմություն է ստանում եւ այլն։ Կարինե քսուկը
ունի նաև հզոր ցավազրկող հատկություն, հատկապես հոդային հիվանդությունների, հոդային, մկանային, նևրալգիաների, միոզիտների եւ հոդացավերի ժամանակ տալիս է հրաշալի արդյունք։ Սկսում են, մերսում են այդ շրջանները օրը 1-2 անգամ ցավազրկվում է, իսկ երկարատև օգտագործելիս նաև բուժում է, վերացնում են այդ երևույթները։ Ну, այսօր չեմ ուզում ձեզ շատ ծանրաբեռնեմ, իմ գրքերը ձեզ ցույց չեմ տա, ինչ որ ասում են գրված է գրքերում, դրա մասին կխոսենք մյուս անգամ։ Հարգելի բարեկամներ, եթե ունենում եք հարցեր, ապա կարող եք զանգահարել կամ գրել, ես սիրով պատասխանում եմ ձեզ հարցերին, իսկ բուժման եւ տեղեկատվության համար կարող եք դիմել Պուշկինի 38։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում։